Վերջին ամիսներին հատկապես կալանքի հարցեր քննող դատավորները հայտնվել են մեծ ծանրաբեռնվածության տակ, կարճ ժամկետներում քննելով տասնյակ միջնորդություններ։ Թե որքանով է այդ իրավիճակը ազդել արդարադատության բնականոն ընթացքի վրա, գնահատականները տարբեր են։ Բարձրագույն դատական խորհրդից նշում են, թե ծանրաբեռնվածությունը նոր երևույթ չէ, սակայն ընտրական ժամանակահատվածում այն զգալիորեն աճել է, ընդգրկելով ոչ միայն հակակոռուպցիոն դատարանը, այլև ամբողջ դատական համակարգը։ Խոզարկությունների միջնորդությունների թիվը հակակոռուպցիոն դատարանում 400 է եւ ունենք 150-ից ավել խափանման միջոցի կիրառելու վերաբերյալ միջնորդություններ, սա բավական մեծ թիվ է։ Ընտրությունների այդ նախորդող շրջանում եւ ընտրության օրը դատարանները աշխատել են արտակարգ ռեժիմով, ընտրական իրավունքը վերականգնելու գործերի վերաբերյալ։ Հակակոռուպցիոն դատարան մուտքագրված գործերը ըստ բարձրագույն դատական խորհրդի հիմնականում առնչվել են ենթադրյալ կաշառք տալու եւ ստանալու, ինչպես նաեւ բարեգործության արգելքի խախտման դեպքերին։ Միաժամանակ իրավաբանական համայնքում հնչում են նաեւ այլ գնահատականներ։ Ըստ փաստաբանների, այն դեպքերում, երբ օրինակ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, դրանց մի մասը բավարար չափով հիմնավորված չի եղել եւ դատարանները անգամ մերժել են դրանք։ Սա պարզապես այս կամ այն կուսակցության կամ դաշինքի կամ տեխնացուի հետ կապված գործընթաց է եւ ոչ թե զուտ իրավական գործընթաց։ Շատ քիչ միջնորդություններ են, որոնք որ բավարարվել են, ընդ որում այդ միջնորդությունները բավարարել են այնպիսի դատավորներ, որոնք ունեն այդպիսի համբավ։ Մեծ ծավալի միջնորդությունների միաժամանակյա քննությունը կարող է անդրադառնալ նաեւ դատական աշխատանքի որակի վրա, նկատում են փաստաբանները։ Ըստ նրանց, օրենքով սահմանված սեղմ ժամկետներն ու գիշերային ծանրաբեռնված աշխատանքը դատավորների համար լրացուցիչ մարտահրավերներ են ստեղծում։ Վստահաբար քանակը բերում է որակի նվազման, հետևաբար բնականաբար եթե մեկ դատավորի մի գիշերվա մեջ բաժին ընկավ մոտ 10 միջնորդություն, վստահաբար դատավորը չի հասցնի նույնիսկ ցանկության դեպքում ամբողջությամբ դետալային մտնել այն բոլոր ասպեկտների մեջ։ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7 ժամը 24-ը դատախազության ամփոփած տվյալների համաձայն նախաքննություն իրականացնող մարմիններում ստացվել է ընդհանուր 599 հաղորդում, որոնք վերաբերել են ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններին։ Ստացված 599 հաղորդումներից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 14 քրեական վարույթ, 42 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան։ Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ ԿԸՀ են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են։ 1 անձի վերաբերյալ միջնորդությունը քննարկվելու է առաջիկայում։ Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու։ Անանուն հաղորդում ներկայացնելու ազդարարի ՌԵՄ կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում։ Դատական համակարգը մի կողմից վստահեցնում է, որ գործադրում է բոլոր ջանքերը բնականոն աշխատանքը պահպանելու համար, մյուս կողմից իրավաբանների մի մասը բարձրաձայնում է դատական ծանրաբեռնվածության եւ ներկայացված միջնորդությունների հիմնավորվածության խնդիրը։ Ընտրական շրջանը ավարտվել է, սակայն դրա շուրջ մասնագիտական քննարկումները, թե որքան արդյունավետ եւ հավասարակշռված է արդարադատության իրականացումը, դեռ շարունակվում են։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։